Բարի լույս ձեզ, սիրելի բարեբաշտայորդիկ։ Այսօր ձեզ գուզեմ պատմել հովական կյանքեմ փորձառությունը։ Երևի 35-37 տարիներ առաջ էր, կամ գուցե ավել, Թորոնտո հովության ծառայության տարիներուն, երբ Արիթոմը այցելություն գուտայի դարեցներու բնակարան Old Age Home։ Եվ հերվեն երբ կմոտենայի այն ձերունին, որուն համար արդեն իմ այցելությունը դնորինած էի, նկատեցի, որ մեկ ուրիշ ձերունումը հետ կխոսեր։ Ինչքան մոտեցա, այնքան անդրադարձա, որ երկուքը դարբեր լեզուներով կխոսեին իրարու հետ։ Մեկը բնականորեն հայերեն, իսկ մյուսը ֆրանսերեն։ Մոտեցա եւ վերջապես ասի. հայրիկ, ինչպես կհասկացվիք իրարու հետ։ Եվ ինք պատասխանեց. հայր սուրբը սա, վարդապետ էի այն ժամանակ։ Ինչ կմտահոգվի սա։ Դե կխոսինք սա իրարու հետ, կհասկացվինք, ոտքով, ձեռքով կխոսինք։ Կարևորը խոսակից մունի մսավ։ Զարմացա բնականորեն, բայց նաեւ իմը դիունեցա հետեւյալ Կաղապարը կամ մտածումը, թե այս ձերունիները այնքան են առանձնացած, որ կարոտ են ձայնի, թեգուզ եւ նույն լեզուն չեն խոսիր, բայց ներքին հոգեկան բավարարությունը կզգային հավանաբար իրար հետ խոսելով։ Եվ այդպես ալ դպավորված վերադարձա անշուշտ ներքնապես այդպես մտահոգ ինչ որ չափով նաև ցավ բաժարով նաև երևույթեր ինձ համար, որ ինչու այսպեսին բիդելլա ձերունիներու բարական։ Կարևորը սակայն այն էր, որ երկուքն ալ ձերունին եւ նաև իր խոսագիծը հոգեպես ուրախ էին, հոգեպես բավարարված էին, սպասում չունեին, այնքանով, որքանով, որ երկուքը միմյանց հետ դարձած էին բարեկամներ, առանց լիարժեք կերպով հասկանալու մեկը մյուսին ասածը։ Գիտեք ինչ, երբեմն սրտերը կխոսին իրարու հետ։ Ուրեմն շարունակենք մենք ալ սրտագից ընկերներ ունենալ, հոգ թե լիովին ճանչնանք, գիտնանք, ով են, ինչ են, ինչպիսին են իրենց կյանքի պայմանները, կարևորը մարդկային գաբն է, հոգևոր գաբն է։ Երևի այդ ալաստո նախախնամություններ, բարի օր ունեցեք։